խաղողի տերևներ, տեսեք ինչքան լավն է մեր տերևները, գիտեք ինչ ենք անելու։ Մենք օգտագործելու ենք շաքարը իջեցնելու համար արյան մեջ։ Շաքարային դիաբետիկներին բոլոր, տեսեք մատղաշ, ընտիր, սիրուն այս տերևները, ընդամենը 4-ը այսպիսի փոքր տերև դնում ենք բաժակի մեջ, վրան լցնում 200 գրամ եռացրած ջուր, սպասում 20 րոպե ու խմում։ Այն չափից ավելի լավ ազդեցություն է ունենում մանավանդ ամբողջ անոթային վիճակը կարգավորելու համար, չէ՞ որ շաքարային դիաբետիկների մոտ անոթների խնդիր է եւ յուրաքանչյուրը ասում է, հենց դա անոթային հիվանդություն է, որովհետեւ ախտահարում է եւ աչքի անոթները մանր եւ երիկամի անոթները, դրա համար սիրելիներս օգտագործում ենք այս պահը չկորցնելու համար, եթե ուզում ենք տարին 12 ամիս, ապա մանր այս տերևները դնում ենք սառցախցիկի մեջ, պահում եւ օգտագործում ամեն օր։ Տարին 12 ամիս ձեր շաքարի տոկոսը կարող եք դուք իջեցնել, իհարկե նաեւ շաքարի տոկոսը կախված է նաեւ ձեր անձամբ, ձեր վերաբերմունքից, ձեր օրգանիզմի հանդեպ։ Պետք է օրը 1 ժամ գոնե քայլեք, պետք է անպայման օգտագործեք սննդակարգ այնպեսին, որը անհրաժեշտ է շաքարի իջեցնելու համար եւ անպայման վիտամիններ, միկրոէլեմենտներ, որը իհարկե ցուցում է էնդոկրինոլոգը։ Խրոմը օգտագործեք սիրելիներիս, որի կարելի է ասել չափաբաժինը 1 օրը 1 հատ ամեն առավոտյան, այն կձերբազատի, որպեսզի դուք շաքարի հանդեպ պահանջարկ չունենաք եւ նաեւ կիջեցնի շաքարի տոկոսը արյան մեջ։ Խրոմ հիշեք, խնդրում եմ, բայց անպայման դիմեք բժշկի, տվեք անալիզներ, որովհետեւ դրանից է կախված ձեր օրգանիզմի ընդհանուր վիճակը կարգավորելու։ Դրա համար սիրելիներս, լսում եք ինձ, եթե հավատում եք, դիմում եք էնդոկրինոլոգին եւ անպայման օգտագործում եք այն խոտաբույսերը, որը անհրաժեշտ է ձեզ։ Սիրում եմ։